Ալեքսանդր Կոչուբաևի հետ կապված դեպքը արդեն փաստաբանական համայնքին ուղղված ուղղություն։ Վաղը մյուս օր տվյալ ռեպրեսիաների ներքո հայտնվելու են նաև լրագրողները ու շերտավոր պայքար, որպեսզի կարողանան լրացնեն, կարողանան ռեպրեսիվ մեթոդներով ժողովրդի ձայնը փակեն։ Բացառապես այդ սկզբունքն է։ Իշխանությունները հասկանալով գահավիժող վարկանիշը, հասկանալով, որ հասարակությունն արդեն շերտային համակարգում ունի վստահության խնդիր, ձախողել է երկրի կառավարումը եւ բնականաբար փորձելու են լրացնել մարդկանց, փորձելու են այնպիսի գործողություններ իրականացնել, որպեսզի հնարավորինս մարդիկ խուսափեն խոսքից, ազատ խոսքից, ընդհանրապես պայքարից, ելույթներից, դա է խնդիրը։ Իշխանության վիճակը եւ վարկանիշը այնքան վատ է, որ իշխանությունը հենց այս ռեպրեսիվ մեթոդները կիրառելով, հենց այս մեթոդներով առաջնորդելով փորձում է ընդամենը չեզոքացնել այն թիրախները, այն մարդկանց, որին թիրախ է համարում հենց իշխանությունը, բացառապես դա է նպատակը, այսինքն վախի մթնոլորտ ստեղծել, եկեղեցու դերն ու նշանակությունը մեր քրիստոնյա հայ ժողովրդի մեջ նսեմացնել, որոշակիորեն ինչ-որ շերտերի վրա փորձել ազդեցություն ունենալ։ Ընդհանուր առմամբ շատ լավ հասկանալով, որ նույնիսկ այս գործողությունները չանելով իր վարկանիշը խայտարակ ցածր է, դրա համար անցել է ուղիղ հարձակման, այսինքն ռեպրեսիվ մեթոդների, որովհետեւ գոնե կարողանա այն, որ ժողովրդական խոսքա, փրփուրներից կախվելու այդ ճանապարհով է շարժվում։